ABC մեդիայի ուղիղ եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևոր լուրերը նախ համառոտ։ Հայհոյել է արքայություն է, անշնորհքություն, թե լավ տղամարդու պահվածք, որն է սահմանը, որ պետք է բաժանի պաշտոնն ու պահվածքը։ Հանրաքվե եւ քաղաքական հաշվարկներ, ինչու է իշխանությունը վստահ, որ սահմանադրության փոփոխությանն այո է ասելու հանրությունը։ Գետերը վարարել են, Կապանում առատեղումներից հետո հեղեղումներ են։ Խափանումներ, դժգոհություն ու նոր թռիչքներ Վիզեյրում, ինչ բացատրություն ունի ընկերությունը։ Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցը անցնել փորձող նավին։ Դարձյալ լարվածություն եւ փոխադարձ մեղադրանքներ։ Ազգային ժողովում խմբակցություններն ամփոփել են հերթական քառօրյա նստաշրջանը։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի շուրջ վեճը շարունակում է խորանալ։ Ընդդիմությունն ու փորձագիտական շրջանակները պահանջում են հրապարակել փաստաթուղթը, կասկածի տակ դնելով գործընթացի թափանցիկությունը։ Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարում է, որ իրենց բոյկոտը պայմանավորված է սկզբունքային անվստահությամբ։ Ըստ ընդդիմության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի կարող լինել անկողմնակալ, որովհետև համոզված են, որ Անդրանիկ Քոչարյանը չի կարող քննել Նիկոլ Փաշինյանի արարքները, առավել ևս օբյեկտիվ գնահատականներ տալ։ Արդյունքում իրենք խոստացել են բացահայտել պատերազմի հանգամանքները ու ամբողջ ճշմարտությունը։ Նիկոլ Փաշինյանը անգամ PR շոու է նախաձեռնել ու ասել է՝ այ ես գալիս եմ այստեղ ժամերով զեկույց եմ տալիս, ի վերջո կտեսնեք ինչ է եղել, ոնց է եղել, ակնարկել է, որ ընդդիմադիրներն են մեղավոր։ Այսինքն այն դեպքում, երբ իրենք քննել են իրենց իսկ ենթադրյալ հանցագործությունները, ստացել են մի փաստաթուղթ, որի տակ չի ստորագրել անգամ իրենց հանձնաժողովի անդամները ու ֆորմալ առումով զեկույց որպես այդպեսին գոյություն չունի, բայց բնականաբար հարց է առաջանում այդ փաստաթուղթը, որ իրենք ստացել են, ինչու չեն հրապարակում կամ ինչ որ ֆորմատով չեն քննարկում, եւ մենք իհարկե ասում ենք, որ այդ փաստաթուղթը եթե ունեք, այդքան աշխատել եք, խոստացել եք բացահայտում, բերեք, եթե ինչ որ գաղտնիության խնդիր կա, բերեք գոնե քննարկեք, հասկանանք ինչի մասին է։ Դրան զեկույց չենք անվանում, մենք չենք համարում, որ դա օբյեկտիվ է, բայց այո, հանրային օբյեկտիվ պահանջ կա, գոնե այն ինչ որ ստացել են, դրան ծանոթ լինելու։ Չհրապարակված զեկույցը վերածվել է քաղաքական դիմակայության նոր օջախի, խորացնելով անվստահությունը գործընթացի նկատմամբ։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, պատերազմի ժամանակ պաշտոն եւ քաղաքական պատասխանատվություն կրած անձինք չեն կարող նույն գործընթացի շրջանակում հանդես գալ որպես քննող կողմ, ապահովելով արդար եւ օբյեկտիվ գնահատական։ Պատգամավորն անդրադարձել է նաեւ իշխանության վերջին շրջանում շրջանառվող թեզերին, ակնարկելով, որ դրանք ավելի շատ ուղղված են հանրային ընկալումների ձևավորմանը, քան իրական պատասխանատվության բացահայտմանը։ Եթե 23 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի պայմաններում արցախցիները չեն կռվել, ապա ինչպես է պատահել, որ նույն այդ պատերազմական գործողությունից հետո ճակերտավոր չկռված պաշտպանության բանակի հրամանատարը իր ծառայությունը շարունակում է Հայաստանի զինված ուժերում։ Սա երկու բան կարող է նշանակել։ Առաջինը կամ Նիկոլ Փաշինյանը ստում է, այսինքն հերթական անգամ ապատեղեկատվության միջոցով փորձում է մանիպուլացնել դաշտը, կամ երկուս Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր է բոլոր այն իրավիճակները, երբ որ զինված ուժերում ծառայություն են անցնում մարդիկ, որոնք իր գնահատականներով փախածներ են։ Այսինքն կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ երկու ճանապարհի պարագայում էլ իշխանությունը որևէ արդարացում այստեղ չի կարող ներկայացնել։ Իսկ ԿՊԱ-ական Ռուբեն Ռուբինյանը հիշեցնում է խաղաղության մասին ու առաջարկում ընդունել, որ հակամարտությունն ավարտված է։ Իսկ այդ մտքի հետ հաշտվելու եւ հավատալու համար առաջարկում է գնալ գերեզման ու նայել 18-ամյա երիտասարդի դագաղ կա, որին թաղում են, թե ոչ։ Ինչ վերաբերում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագծին, ԱԺ փոխնախագահը որևէ վատ բան չի տեսնում դրանում։ Հայհոյելը նորմալ է, այլապես բոլոր տղամարդիկ 1000 անգամ, ինչպես Ռուբինյանն է ասում, նստած հելած կլինեին։ Իսկ ԿՊ վարչության անդամ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը համոզված է, որ հայհոյանքը արքայությունից է գալիս։ Մեծերն են ասել եւ չի ուզում դատապարտել ոչ մեկին։
Բայց պաշտոնն ինքնին ենթադրում է զսպվածություն, պատասխանատվություն եւ օրինակ ծառայելու պարտավորություն։ Բայց երբ այդ պաշտոնը ներկայացնող անձը անցնում է այդ սահմանը, իսկ քաղաքական թիմը ոչ միայն չի դատապարտում պաշտոնյայի հայհոյանքը, այլ նաեւ արդարացնում է, հարցը դառնում է համակարգային։ Ով եւ ինչպես պետք է վերահսկի իշխանության վարքը, եթե ինքը իշխանություն է, դա խնդիր չի համարում։ Փաստացի ձևավորվում է վտանգավոր նախադեպ իշխանության համար թույլատրելի սահմանը, վերաձևակերպվում է հենց իշխանությունը։ Ես առավել քան հանդուրժող եմ, ինքը սուտ ասում։ Փոխադարձ հայհոյանքներ հնչեցին Դեմիրճյան փողոցում Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացիների միջև։ Չնայած հայհոյանքները փոխադարձ էին, բերման ենթարկվեցին միայն քաղաքացիները։ Ալեն Սիմոնյանն ազգային ժողովի Դեմիրճյան մուտքից դուրս գալով շարունակեց քայլել դեպի Բաղրամյանի մուտք։ Դեմիրճյան փողոցի վրա այսօր մի սադրանքների շարանի միջով եմ անցել։ Մարդը տրամադրված դուրս է եկել, որ սադրի։ Ասենք, եթե ազգային ժողովի նախագահը իրան թույլ է տալի նորմալ է, կարելի է դաժին ասել, որ խուլիգանական արեք, որ ինքը անհայրանքներ ու իր բերնից էր հնչում, ես ինձ թույլ չեմ տա, հիմա ինչ-որ միտեղ այդ նույն հայրանքը կրկնեմ։ Բայց ազգային ժողովի խոսնակն ասում է, տեղյակ չէր, որ դրսում անհետ կորած զինծառայողների հարազատներն են եղել։ Ես դրա մասին իմացել եմ, երբ որ մոտեցել եմ արդեն եւ ոստիկաններին տեսել եմ, հարցրել եմ իմ անվտանգության աշխատակիցներին, բա ինչի են, որտեվ նիստերը ավարտվել էր։ Հարցրել եմ, ասել եմ, բա իսկ ինչի են մարդիկ հավաքված, եւ վերջի վերջո քո ասացի խնդրեմը կանում է նրանում, որ ես ընդհանրում չեմ ունեցել այդ մարդկանց հետ։ Սիմոնյանն ասաց նաև, որ միջադեպը եղել է քաղաքական ուժի ներկայացուցչի հետ, ոչ թե անհետ կորած զինծառայողի հարազատի, մինչդեռ անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի հասցեին էլ հնչել են հայհոյանքներ։ Այն մարդիկ, ում հետ որ այդ դեպքը եղել է, դրանք որևիցե կապ չունեն ձեր ասած մարդկանց հետ։ Ինքը սուտ ասում։ Դեմիրճյանում փոխադարձ հայհոյանքների ժամանակ երկու քաղաքացի է բերման ենթարկվել՝ Միկա Մարգարյանն ու Արսեն Վարդանյանը։ Նրանցից Արսեն Վարդանյանը համահայկական ճակատ կուսակցության նախագահն էր։ Ալեն Սիմոնյան, դու սաղրեցիր։ Եվ այս եթերով եւս մեկ անգամ ասում, ով փորձի իր կյանքի մեջ զոհված զինծառայողի ծնողին, զոհված զինծառայողի հարազատին, վիրավորի, ինքը հանրային պարսավանքի է ենթարկվելու։ Դեմիրճյան փողոցում ազգային ժողովի խոսնակին հայհոյել են առաջինը՝ իր Արան Պապատա արտահայտությունից հետո, որից հետո հայհոյանքին հայհոյանքով է պատասխանել Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահի հայհոյելու միջադեպին ծանոթ չէր կուսակցական ընկեր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Արթուր Հովհաննիսյանի կարծիքով իրենք զուսպ են եւ ավելի զուսպ պետք է լինեն։ ԿՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանն էլ կարծում է, հայհոյելը այլ արժանիք ունենալու նշան է։ Չէ՞ դատապարտում նրա պահվածքը։ Ես ոչ ոքի չեմ դատապարտում, բայց հայրան քարտային չի լեցել։ Իսկ Փաշինյանի պահվածքը։ Մինչդեռ քաղաքացիական պայմանագիր կուսակցության էթիկայի կանոնագրքի 4-րդ հոդվածը այլ բանի մասին է խոսում։ Կուսակցության անդամները, հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում, ներառյալ սոցիալական մեդիաներում ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն եւ հարգանք բոլորի հանդեպ, նաեւ խթանել հանդուրժողականություն։ Թե ինչ պատիժ է կրելու Ալեն Սիմոնյանը կուսակցության սահմանած նորմը խախտելու համար, դեռ պարզ չէ։ Բայց սա Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հայհոյելու առաջին միջադեպը չէ։ Երբ ինքը շատ բավականին երկար ու բավականին անհասկանալի ձևով նայեց ինձ վրա, ես ասացի բարև Արտուր, որին ի պատասխան ես ներողություն եմ խնդրում, լսեցի հետևյալը բարև ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ անկեղծ լինել եւ պատմել գրեթե ամեն ինչ, որին հետևեց հետևյալը, ես մոտեցա եւ ասացի, որ նույն կարծիքը ունեմ իր մասին եւ գլխով հարվածեցի իր քթին։ Այս միջադեպի մասին է խոսքը, որի կադրերը համացանցում հայտնվել են 2020-ի օգոստոսին։ Այսօր հարցակման եմ ենթարկվել։ Որտեղ։ 3 հոգու կողմից։ Ավելի թարմ 2023 թվականի ապրիլին եղածը հիշենք։ Եթե ազգային ժողովի մոտ մարտի 26-ին Ալեն Սիմոնյանը քաղաքացու հորն էր Արա ասում, ապա 2 տարի առաջ քաղաքացու մորը Դավաճան ի պատասխան իր հասցեին հնչած Արա եւ Դավաճան ածականների։ Դավաճանը մամատի ասեց եւ թքեց երեսից։ Քաղաքացու վրա թքել էր նաեւ Ալեն Սիմոնյանի մայրը։
Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էլ Երևանի բակերից մեկում է եղել։ Այն հաջորդել էր քաղաքացու վրա թքելու դեպքին։ Շենքի բնակիչը ջուր էր լցրել Ալեն Սիմոնյանի վրա։ Դրանից հետո, ըստ New Day լրատվականի լրագրողի, ոստիկաններին ուղարկել է քաղաքացու տուն։ Քաղաքացին լեկտի է պահում, որտեղ դիրքորոշում արտահայտում ես օրինակ։ Այսինքն քաղաքացու վրա կարող են թքել, բայց ձեր վրա ջուր լցնել չեն կարող։ Ոչ ոք ջուր չի լցրել։ Դուք կարող եք թքել, ձեր վրա ջուր չեն կարող լցնել։ Ես կարող եմ անել այն, ինչ որ իմ բարոյական նորմերը թույլ են տալիս, եւ եթե սխալ եմ անում, դրա համար ներողություն խնդրեմ։ Փողոցային բառապաշարը ցավոք փողոցում չի մնացել։ Այն ազգային ժողով է մտել։ Հանգստացի քաղաքական տրապ, հանգստացի։ Դալիճում լրություն չի։ Տխմարը դու ես այդ չինական։ Նա հանգստացի։ Լսի։ Վերջացրեցիր։ Հանգստացի, աղջիկ ջան։ Անդաստիրակ երևույթ ես, էլի։ Խնդրեմ, պարոն Ռուստամյան։ Լավ ձայնդ։ Փաստացի Ալեն Սիմոնյանի բարոյական նորմերը թույլ են տալիս թքել, հայհոյել քաղաքացուն։ Իսկ խորհրդարանում նման բառապաշարով հաղորդակցվել։ Ես առավել քան հանդուրժող եմ։ Անհետ կորած զինծառայողի հարազատին մեկ հարց էր հետաքրքրում։ Զգում եք, որ այդ ամեն ինչը Ալեն Սիմոնյանի հետ շատ հաճախ հատած դեպքեր են դու։ Ինչու է հանրային պաշտոն զբաղեցնող անձը նման վարքագիծ ցուցաբերում։ Ինչ միջոցառումներ պետք է իրականացնել կանխելու համար։ Փորձեցինք զրուցել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության փորձագետների հետ։ Պետը արձակուրդում էր, իսկ փորձագետներից մեկը առաջարկեց խոսել այլ օր։ Դե ԿՊՆ-ը որոշի ինչ գործ ունի։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Նույն իշխանությունը, որը չունի քաղաքական վարքագծի սահմաններ, արդարացնում է սեփական պահվածքը հայհոյելուց, թքելուց, բղավելուց, վիրավորելուց հետո քննարկում է նոր սահմանադրության նախագիծը, որը պետք է դառնա մեր պետության ապագա կանոնների հիմքը։ ԿՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանի խոսքով գործընթացը դեռ աշխատանքային փուլում է։ Քննարկումները շարունակվում են իշխանական թիմի ներսում, իսկ հետագայում կտեղափոխեն հանրային դաշտ։ Իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արարիկ Հարությունյանը վստահ է, որ հանրաքվեն լինելու է եւ ժողովուրդն այո է ասելու։ Հանրաքվեն չանցնելու հարց չեն էլ քննարկում։ Դες վարչապետի նման այդքան վատատես չեմ եւ այդ հարցի շրջանակներում եւ կարծում եմ, որ եւ վարչապետին եւ քաղաքական թիմին կհաջողվի առաջիկա քարոզարշավի ժամանակ նաեւ մեր հանրությանը հասցնել, բացատրել եւ հանրության հետ միասնական դիրքորոշման գալ հանրաքվեի կարևորության եւ դրա ընդունման վերաբերյալ։ Հարությունյանն անդրադարձել է նաև նախկին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանի առաջարկին, ըստ որի պետք է ոչ թե նոր սահմանադրություն ընդունել, այլ մի դրույթ ավելացնել գործող սահմանադրությունում, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից։ Հովիկ Աղազարյանի հետ կապված առիթ չի եղել խոսելու, ես իրան չեմ մեկնաբանի, որովհետև ինքը քաղաքական պարկեշտության, գործընկերության բոլոր չափերը անցավ այս ընթացքում, նաև իր գործընկեր Ասլանյանը, եւ ես չեմ պատրաստվում իրեն մեկնաբանել։ Մինչ խորհրդարանականները ամփոփում էին այս շաբաթվա աշխատանքը, Փաշինյանը կրկին ուղիղ եթերում էր։ Ըստ Փաշինյանի, ադրբեջանական ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք գերիների հայտնվելը Բաքվում տեղի է ունեցել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի պատճառով։ Չնայած Բաքուն պարբերաբար հայտարարում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին, այդուամենայնիվ Փաշինյանի պնդմամբ Ադրբեջանն արդեն ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Խաղաղության եւ խաղաղության օրակարգի խաղաղության գործընթացի շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ճանաչում է տեղի ունեցել եւ ընդ որում սա տեղի է ունեցել արդեն իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի միջոցով ես նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Արարատ Միրզոյանը կրկին հեռախոսով զրուցել է Ջեյհուն Բայրամովի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային եւ բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։ Գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումներից։
Դատարանը արդարացրել է պետական դավաճանության համար մեղադրվող Աշխեն Ալեքսանյանին, հայտնում է նրա պաշտպան Աբգար Պողոսյանը։ Փաստաբանի խոսքով Աշխեն Ալեքսանյանն իրեն մեղսագրվող պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է, իսկ 441 հոդվածով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները անցնելը դատապարտվել։ Դատախազությունից մեծ հետ զրույցում ասել են, որ առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկելու են։ Հիշեցնենք, որ ԱԳՆ-ի աշխատակից Աշխեն Ալեքսանյանին կալանավորել են 2025-ի օգոստոսի 29-ին։ Ըստ առաջադրվող մեղադրանքի դիվանագետը սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։ Մամուլը գրել էր, որ Աշխեն Ալեքսանյանը արտգործնախարարության առանցքային վարչությունների աշխատակից էր, հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների։ Արաքելյանին դեռ օգոստոսի տեղեկություններով ԱԱԾ-ն հայտնաբերել եւ ձերբակալել է ավելի քան 1 ամիս առաջ։ Ղազախստանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Նիստին մասնակցում է նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով կարևոր է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության կանոնավոր վերլուծությունը եւ ներքին շուկայի ու հայրենական արտադրանքների պաշտպանության համար համատեղ մեխանիզմների մշակումը։ ԵԱՏՄ անդամ պետությունների շահերը պետք է հաշվի առնվեն, ռիսկերի կառավարման, ազգային համակարգերի կիրառման մոտեցումներն ու կանոնները միասնականացնելիս։ Ազատ տնտեսական առևտրի մասին նոր համաձայնագրերը բարձրացնում են միության մրցունակությունը։ Ադրբեջանի տարածքով Հայաստանի ապրանքների տարանցման արգելքի վերացումը նպաստում է տարածաշրջանի ներուժի լիարժեք բացահայտմանը եւ փոխադարձ առևտրի աճին։ Արհեստական բանականության տեխնոլոգիայի ներդրումը բարելավում է արտադրողականությունը, նվազեցնում ծախսերը եւ պարզեցնում լոգիստիկան։ Սեփական թվային հարթակների զարգացումը թույլ կտա նվազագույնի հասցնել արտաքին ռիսկերը։ Հայաստանը աջակցում է ԵԱՏՄ շրջանակում արհեստական բանականության պատասխանատու զարգացման մասին համատեղ հայտարարության նախապատրաստմանը։ Նույն նիստում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի հետ գործակցության նկատմամբ հետաքրքրությունը կշարունակի աճել։ Նրա խոսքով վերջին 1 տարվա ընթացքում ազատ առևտրի համաձայնագրեր են կնքվել Ինդոնեզիայի, Մոնղոլիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Կարևոր է շարունակել փոխշահավետ եւ իրավահավասար գործընկերությունների կառուցումը բարեկամ պետությունների հետ, որոնք տրամադրված են կառուցողական աշխատանքի։ Միությունն ուժեղացնում է նաեւ համատեղ արդյունաբերական նախագծերի աջակցությունը։ ԵԱՏՄ բյուջեի հաշվին սուբսիդավորվում են համատեղ արդյունաբերական նախաձեռնությունների իրականացման վարկերի տոկոսադրույքները։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ԵԱՏՄ շրջանակում ընդհանուր ինտեգրված տեղեկատվական համակարգի ձևավորմանը։ Քաղաքացիներին եւ ձեռնարկատերերին պետք է կառավարական եւ առևտրային ծառայություններից հարմարավետորեն օգտվելու հնարավորություն տրվի։ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում եւս կարևոր իրադարձություն է սպասվում։ Մայիսի 4-ից 5-ը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո տեղի կունենա Հայաստանի եւ Եվրամիության առաջին երկկողմ գագաթնաժողովը։ Եվրամիությունը կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը։ Կքննարկվեն Ուկրաինայում եւ Իրանում ընթացող հակամարտությունները, գլոբալ տրանսպորտային միջանցքները եւ հարավային Կովկասում կայունության հարցերը։ Հայաստանը Եվրամիության մտերիմ գործընկերն է եւ մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը մեր առաջին գագաթնաժողովի միջոցով։ Միավորված ընդհանուր արժեքներով, միջազգային իրավունքի եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ նվիրվածությամբ այս կարևորագույն իրադարձությունը կնշանակի կարևոր ներդրում հարավային Կովկասում, խաղաղության, անվտանգության, կապի եւ բարգավաճման գործում։ Կապանում առատ տեղումներից հետո հեղեղումներ են, քաղաքի փողոցներում բառացիորեն գետեր են հոսում։ Ողջի գետը դուրս է եկել ափերից, ՆԳՆ փրկարար ծառայությունն է հայտարարություն տարածել։ Անահիտ Սաքսյանն է պատմում մանրամասները։ Տեղումնառատ ձմռանը հաջորդած անձրևներից վարարել են գետերը, սպառնալիք դառնալով Սյունիքի ու Լոռու բնակավայրերի համար։ 2024 թվականին Դեբեդը վարարել էր, քանդել կամուրջներ, քշել, տարել էր գոմեր, մեքենաներ, լցվել էր բնակիչների տներն ու ավերածությունների պատճառ դարձել։ Ինչ վիճակ է աղետից 2 տարի անց։ Պատրաստ ենք դիմակայել եւս մեկ հնարավոր սպառնալիքի։
Թումանյան փողոցի հատվածում Ալավերդի հենապատերի ահագին հատվածներ վերանորոգվել է, հիմա լեսվային աշխատանքները դեռևս ընթանում են եւ կարևոր հարցը որ լուծվել է դա գետի հունի մաքրման հարցն է։ Կարելի ասել մի 80%-ով արդեն մաքրման աշխատանքները ավարտվել են։ Ալավերդիի քաղաքապետ Դավիթ Ղումաշյանը մեծ զրույցում ասաց, որ որոշակի աշխատանքներ կատարվել են 2024 թվականի վարարումից հետո։ ABC մեդիայի թղթակցի ուղարկած տեսանյութում գետն այժմ այսպիսի տեսք ունի։ Ամրաշինական աշխատանքները լիարժեք չեն, որպեսզի ապահովեն գետի սահուն ընթացքը եւ բնակիչների անվտանգությունը։ Լորեցիներն ասում են, որ դեբեդի մեջ մաքրող տեխնիկա տեսել են միայն Ալավերդիում, այն էլ կենտրոնական երևացող մասերում։ Մյուս համայնքների առափնյա հատվածներում առ այսօր չի մաքրվել նույնիսկ 2 տարի առաջվա ջրի վերածախբը։ Բացի այդ, մինչև այս պահը հիմնովին վերակառուցված չեն Երևան-Թբիլիսի մայրուղու գետի քշած տարածատվածները։ Ինչ վերաբերում է վարարումները կանխարգելող աշխատանքներին, ապա Ալավերդիի քաղաքապետի պնդմամբ այժմ իրավիճակը վերահսկելի է, բնակչության տարհաման կարիք չկա եւ ամենօրյա ռեժիմով կապի մեջ են արտակարգ իրավիճակների նախարարության գործընկերների հետ։ Քաղաքապետը վստահ է, եթե անգամ դեպետն էլի գժվի, 2 տարի առաջվա վնասները չեն լինի։ Զգուշացման մասին գործընկերներն են մեծներով բոլոր բնակիչներին տեղեկացրել են, բայց տարհանման որևէ պատճառ այս բան չկա, կառավարելի է կարելի ասել, ամենօրյա ռեժիմով, 24/7 ռեժիմով այդ ամեն ինչը վերահսկվում է։ Գետի հունը Թումանյանից մինչև Քարկոբ մի 80% մաքրված է։ Լոռուն զուգահեռ մտահոգիչ պատկեր է նաև Սյունիքում։ Մասնավորապես Կապանում Վաճական գետի մակարդակն արդեն զգալիորեն բարձրացել է, հասել փողոցներ։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, Կապանում մեկ օրում մարտի 27-ին թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%։ Հորդառատ տեղումներից քանդվել է սելավատարը, վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են. Մարտի 27-ին ժամը 12:10-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է ողջի գետը։ Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել։ Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին։ Կան արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին եւ տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ հայտնում է, որ գետերի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացում են կանխարգելիչ եւ օպերատիվ միջոցառումներ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Խնդրում ենք հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր։ Սյունիքի պաշտոնյաների հետ զրուցել չկարողացանք։ Մեր զանգերին չպատասխանեցին ոչ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ոչ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Րոպեներ առաջ տեղեկացանք, որ Իրանում հայ է զոհվել։ Մարտի 26-ին Ամերիկա-իսրայելական հրթիռակոծության թիրախում է հայտնվել Սպահան քաղաքը։ Իրանում գործող Ալիկ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը ABC մեդիային տեղեկացրել է, որ այդ հարվածներից Սպահանում մոտ 20 մարդ է զոհվել։ Նրանց թվում է Նորջուղայի բնակիչ Հովանես Սիմոնյանը։ Վիզեյրը հայտարարում է նոր ուղղությունների մասին, ընդլայնելով իր քարտեզը Եվրոպայում։ Մինչդեռ ուղևորները շարունակում են հաշվել չկայացած թռիչքների, հետաձգված պլանների ու չստացված փոխհատուցումների գինը։ Նոր չվերթեր, ավելի մեծ ծածկույթ եւ խոստումներ ավելի հուսալի աշխատանքի մասին։ Բայց նոր ուղղությունները կկարողանան արդյոք փակել հին խնդիրները, թե պարզապես փորձում են մեղմել կուտակված դժգոհությունը, ռեպորտաժում։ Լավ լուրերով սկսեցին Վիզեյրի ներկայացուցիչներն իրենց ասուլիսը Զվարթնոց միջազգային օդանավակայանում մեղմելու վերջին շրջանում ընկերության հասցեին հնչող քննադատությունները։ Այսօրվա լավ նորությունն այն է, որ ավելացնում ենք 2 նոր ուղղություն՝ Էյնթհովեն եւ Բրյուսել։ Էյնթհովենի չվերթները սկսելու են հոկտեմբերից, շաբաթը 3 անգամ, իսկ Բրյուսելի չվերթները փետրվարից նույն հաճախականությամբ։
Ավիաընկերության ներկայացուցիչները լավ նորություններով էին սկսել ասուլիսը, որովհետև կազմակերպությունը վերջին շրջանում խափանումներով է աշխատում։ Ընկերության ներկայացուցիչները նշեցին, խնդիրները կարգավորելու համար նոր ուղղություններից բացի գործող ուղղություններում նոր չվերթներ են ավելացնելու։ ABC մեդիան մասնավորապես հետաքրքրվեց, ինչու հունվարի 2-ին չկայացավ Երևան-Պրահա չվերթը եւ ինչու չեղավ ոչ մի փոխհատուցում։ Ավելին թռիչքը տեղափոխվեց հունվարի 5-ին, որի տոմսերն արդեն սպառված էին, իսկ ուղևորներն էլ ստիպված էին մի ամբողջ ճամփորդություն վերաձևակերպել։ Ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարության համար։ Խափանումներ տեղի են ունենում մի շարք պատճառներով, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք այնպես անել, որ մեր աշխատանքն ավելի հուսալի լինի։ Խափանումներն այս աշխատանքում ցավոք սրտի անխուսափելի է։ Օրինակ կարող է եղանակը պատճառ լինել։ Այդ իսկ պատճառով որոշեցինք 2 նոր ուղղություն ավելացնել։ Ինչ որ բաներ կարող են չստացվել, այդպես լինում է։ Ավիաընկերության կոմերցիոն գլխավոր տնօրենը տուժած ուղևորներին առաջարկում է անցնել պաշտոնական կայքեջ, որտեղ էլ հատուկ համակարգով հայտ լրացնել եւ փոխհատուցում հայցել, կամ կարող են նշված հեռախոսահամարներով կապ հաստատել։ 2 լրացում ունեմ, առաջինը եղանակի հետ կապված, այդ օրերին ընկերությունը պարզաբանեց, որ թռիչքները հետաձգվել են եղանակի պատճառով եւ եղանակի պատճառով հետաձգված թռիչքները փոխհատուցում չեն ստանում, բայց ուզում եմ շեշտել, որ այլ ընկերություններ թռիչքներ կատարել են այդ եղանակին եւ չկատարելու դեպքում փոխհատուցումներ կատարել են, իսկ հեռախոսահամարները եւ կոնտակտային բոլոր տվյալները, որոնք կան կայքում, զանգերը անպատասխան են մնում եւ նաեւ նամակները։ Շնորհակալություն, որ բարձրաձայնեցիք այդ հարցի մասին։ Ես առաջին անգամ եմ դրա մասին լսում ու անպայման կուսումնասիրեմ այդ հարցը։ Տարածաշրջանում պատերազմի ֆոնին նաև վառելիքի թանկացման պայմանավորված սակագնի բարձրացում չի լինի, հայտարարեցին ներկայացուցիչները։ Եվ վերջում կրկին ծագած խնդիրների մասին խոսելով ավիաընկերության ներկայացուցիչներն ասում են, որ իրենց տարողունակությունը վերաձևակերպել են հաշվի առնելով մերձավոր արևելքում տեղի ունեցած ճգնաժամերը։ Օրինակ թռիչքների մոտ 5%-ը, որոնք ուղղված էին մերձավոր արևելք, հետ են կանչվել, կատարվել են նաև անհրաժեշտ փոփոխություններ։ Երկրորդ պատճառը տեխնիկական բնույթ ունի, կապված շարժիչների բարելավման հետ։ Վերջապնդում են, որ իրենց նպատակն է դառնալ Եվրոպայում ամենահուսալի լոw-cost ընկերությունը։ Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող կոնտեյներային նավի վրա։ Ըստ միջազգային լրատվամիջոցների նավը նավարկել է Պակիստանի դրոշի ներքո։ Այլ աղբյուրներ պնդում են, որ այն պատկանում է Թայլանդին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ մի շարք հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնին։ Ալ Ջազիրա հեռուստաալիքը տեղեկացնում է, որ հրթիռային հարձակում է եղել նաև իրանական Ուրմիայի բնակելի շրջանի վրա։ 4 շենք հիմնովին ավերվել է, վիրավորներ ու զոհեր կան։ ԻՀՊԿ-ն ի պատասխան հայտարարել է, որ հարձակման նորալիք է սկսել հրթիռներ ու անօդաչուներ արձակելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան եւ իսրայելական առանցքային ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը անվտանգության կաբինետի նիստի ժամանակ զգուշացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կարող է շուտով փլուզվել, եթե մարդկային ռեսուրսների պակասի խնդիրը չլուծվի։ Եվ վերջում Միլանի Ինտերը դադարեցրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցությունները։ Հայ կիսապաշտպանը կարող է ավարտել ֆուտբոլիստի կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բաց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։